Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվել էր, հաղթողները նոր սահմաններ էին գծում։ Դրանից ոգևորված եւ հաստատ ոչ առանց աշխարհիկ իշխանությունների լուր համաձայնության 1945 թվականի նոյեմբերի 11-ին ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ. նամակ է գրում ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարներին, Տրումենին, Ստալինին եւ Էդլիին, խնդրելով ազատագրել եւ սովետական Հայաստանին կցել Թուրքիայի հայկական վիլայետները։ Մի քանի ամիս առաջ 1945 թվականի հուլիսի 19-ին Ամերիկայի Հայ ազգային խորհուրդը դիմել էր Տրումենին, Ստալինին եւ Չերչիլին, կոչ անելով Թուրքիայի կազմի մեջ մտած հայկական նահանգները վերադարձրել նրանց օրինական ներկայացուցիչներին՝ Սովետական Հայաստանին։ Սեպտեմբերին դիմում է հրապարակում նաև Ամերիկայի հայկական ավետարանական միությունը, կրկնելով նույն խնդրանքը՝ հայերի համար վերադառնալու հնարավորություն ստեղծել իրենց պատմական հայրենիք՝ Խորհրդային Հայաստան։ 1945 թվականի նոյեմբերին մեկ այլ նամակ, այս անգամ ուղղված միայն Ստալինին, գրել էր Խորհրդային Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը։ Հայաստանի տարածքին հարող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը 1923 թվականից գտնվում է Ադրբեջանի ԽՍՀ կազմում։ Այդ մարզի բնակիչները հիմնականում հայեր են, 153 հազար բնակչությունից 137 հազարը հայ է։ Նկատի ունենալով այս եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության ցանկությունը, Միութենական կառավարության քննարկման ենք ներկայացնում ադրբեջանական ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը որպես Ղարաբաղի մարզ Հայաստանի ԽՍՀ կազմ ներգրավելու հարցը։ Բոլոր նամակները մնացին անպատասխան։